Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, շատ ուրախ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի պատճառներով երկար ժամանակ չենք զրուցել, բայց ես վստահ եմ, որ դուք հետևել եք ընթացիկ զարգացումներին, հետևաբար սկսենք ընտրություններից անցկացված մեր երկրում խորհրդարանական ընտրություններից, արդեն գիտեք, որ արդյունքները կարծես թե ընդդիմադիր ուժերը փորձում են վիճարկել, մինչդեռ Փաշինյանը ստացել է շնորհավորանքներ, ըստ ձեզ ինչպիսի ընտրություն տեղի ունեցավ Հայաստանում եւ աշխարհաքաղաքական իմաստով եւ նաեւ նեղ հանրային տեսանկյունից մենք ինչպիսի ընտրություն կատարեցինք եւ ինչ զարգացումներ եք տեսնում։ Գիտեք ինչ, ես դեռ ահագին ժամանակ ընտրություններից առաջ միշտ մտածել եմ եւ ասել եմ, որ մեր ժողովուրդը հաստատ կընտրի չարյաց փոքրագույնը։ Ինչը այսօրվա վիճակում, ինչպես համաշխարհային թատերաբեմում, այնպես էլ մեզ մոտ Հայաստանի ներսում, դա իհարկե Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր։ Դուք լավ գիտեք, մենք բազմիցս ենք հանդիպել, զրուցել այդ թեմաներով։ Ես չեմ էլ ասում, որ Նիկոլ Փաշինյանը իմ աչքի լույսն է, բայց ստեղծված իրավիճակում իհարկե մեր հասարակությունը ճիշտ ընտրություն է կատարել, ճիշտ ընտրություն, ընտրելով չարյաց փոքրագույնը, որովհետև ցանկացած այլ ընտրության դեպքում մենք նորից շատ երկար ժամանակով եւ շատ տհաճ զգացմունքներով հայտնվելու ենք ռուսաստանյան ճահճի մեջ։ Ռուսաստանը ինքը արդեն խրվել է ճահճի մեջ եւ գնալով օրեցօր ավելի արագ տեմպերով է մոտենում իր սեփական վերացմանը։ Այսինքն երբեմն կան մեկնաբաններ, որոնք նույնիսկ ասում են, որ երևի Պուտինը արևմուտքի գաղտնի գործակալ է, որովհետև այնպես ինչպես նա է քանդում Ռուսաստանը, ոչնչացնում, դժվար թե որևէ մեկը կարողանար։ Եվ դա իրոք այդպես է, մենք տեսնում ենք, չէ՞ ինչ է կատարվում։ Հետո ինքը իր բավականին արդեն այսպես պատկառելի տարիքով բավականին թուլացած է, ինքը նույնիսկ այսպես հասարակ ուռա բառը չի կարողանում նորմալ արտաբերի, ոնց որ փոքր ծծկեր երեխայի ճճոց լինի, էլի ուա, որը պատահական ուրեմն սոսկ են կորցրել է բերանից ու լաց է լինում, որ ուշադրություն գրավի, այդպես տպավորություն ստեղծեց։ Դե այդ ամենը իհարկե բոլորը տեսնում են, բոլորը շատ լավ հասկանում են, եւ այն ինչ Ռուսաստանը փորձեց անել խառնվելով մեր ընտրությունների ընթացքին, ավելի ու ավելի, ոնց որ ասում են, զայրացրեց մեր հասարակությանը։ Այն որ հիշում եք ասում էին, որ 50 միլիոն դոլար պատրաստ են ներդնել, որպեսզի Ռուսաստանից Ռուսաստանը բնակ հայերին բերեն 100,000 հոգի, որոնք կքվեարկեն ռուսամետ ուժերի օգտին, բայց ինչպես բավականին սրամտորեն նկատեց Ալեքսանդր Նիվզորովը, նա ասաց հետևել, ասաց հայերը հաղթեցին խաչիկներին։ Այսինքն դե դուք լավ երևի գիտեք, որ հայերին այսպես արհամարական խաչիկ են կոչում այնտեղ Ռուսաստանում։ Խաչիկները եկան եւ այստեղ իշխանությունը բավականին հնարամիտ միջոց կարողացավ օգտագործել։ Հենց անմիջապես Զվարթնոց օդանավակայանում բոլոր այդ խաչիկներին ասում են դե եկել եք լավ եք արել, Հայաստանի քաղաքացի եք, չէ՞ դուք։ Ուրեմն գնացեք 25 օրյա
զինվորական Վարժական հավաքներին դա ճնշում չէր, դա օրինական էր ձեր կարծիքով։ Իհարկե օրինական է։ Եթե դու Հայաստանի քաղաքացի ես, ուրեմն դու պետք է հետևես քո երկրի պահանջներին, այսօրվա վիճակին եւ այլն, այնպես որ դե գնա 25 օր ծառայի հայրենիքից։ Նաև այդ պարտքը դուր, այո։ Այո, իհարկե։ Այնպես որ կարողացան զսպել այդ սադրանքը եւ ասեմ ավելին, գիտեք ինչ, Ռուսաստանի այդ պահվածքը ավելի շատ զայրացրեց մարդկանց եւ նույնիսկ նրանք, ովքեր գուցե մտածում էին քվեարկել կամ Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Դոդի Գագոյի օգտին, նրանք էլ այսպես ասենք շուռ եկան եւ իրենց ձայները տվեցին Նիկոլ Փաշինյանին եւ ճիշտ արեցին։ Գիտեք ինչ, ես միշտ երբ մտածում եմ նման հարցերի շուրջ, ես միշտ նախընտրում եմ առաջնորդվել պատմական տրամաբանության նորմերով։ Գոյություն ունի պատմական տրամաբանություն, որը հնարավոր չէ ոչ շրջանցել, ոչ խաբել, ոչ կանգնեցնել, իր ճանապարհով գնում է պատմության տրամաբանությունը։ Իսկ պատմության տրամաբանության համաձայն ես բազմից եմ այդ մասին ասել, դուք երևի դա կհիշեք էլիս, որ Ռուսաստանին սպասում է այն նույն ճակատագիրը, որին արժանացավ Խորհրդային Միությունը, այսինքն փլուզումը եւ ռեժիմի ավարտը։ Բայց այս անգամ փլուզումը շատ ավելի աղմկոտ է լինելու եւ շատ ավելի ցավոտ է լինելու Ռուսաստանի համար։ Եթե հիշում եք, Խորհրդային Միությունը շատ հանգիստ, այսպես մեկ օրում միանգամից փլուզվեց եւ չնայած երկրում այն ժամանակ տարբեր տվյալներում կային 17-ից 18 միլիոն կոմունիստներ, այսինքն կոմունիստական կուսակցության անդամներ, դրանցից եւ ոչ մեկը դուրս չեկավ պաշտպանի Խորհրդային Միությունը։ Ոչ մի հոգի, ոչ մի կոմունիստ դուրս չեկավ փողոց իր պաստառով, իր ինչ-որ բանով, ցավով, մտահոգությամբ, որ գիտեք ինչ, դե փլուզվեց, ջանդամ թե չփլուզվեց։ Հիմա նույնը սպասում է նաև Ռուսաստանին։ Եկեք վերադառնանք մեր խնդիրներին, ամեն դեպքում հիմա ուժեղ Հայաստան դաշինք, այսինքն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Ռոբերտ Քոչարյանի ներողություն եւ Սամվել Կարապետյանի այդ առաջնորդած ուժերը հայտարարում են, որ Սահմանադրական դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները։ Եթե նրանց այս պահանջները չբավարարվեն, զարգացումներ, դուք ինչ սցենարներ եք տեսնում, հաշվի առնելով, որ Մոսկվան էլ դեռ չի շնորհավորել, նրանք սպասում են պաշտոնական թվերի հրապարակմանը, որը տեղի կունենա այդ վերահաշվարկի գործընթացից հետո, շատերը նաև այս ուժերի գործողությունները կապում են ուղիղ Կրեմլից ստացված հրահանգների հետ։ Հիմա ինչ սպասենք զարգացումներ հետընտրական։ Հիմա ես գիտեք ինչ եմ մտածում, այդ նույն Ծառուկյան Գագիկը, որին ուրեմն անհրաժեշտ շեմը հաղթահարելու համար ուղղակի մի քանի տասնյակ ձայներ պակասում, եթե նույնիսկ կարողանա լրացնել այդ ձայները եւ անցնել խորհրդարան, ապա դա միայն կօգնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինչու՞։ Որովհետեւ այդ դեպքում այն ձայները, որոնք կգումարվեն շեմերը հաղթահարած կուսակցություններին, կբաշխվեն ի օգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ արդյունքում քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 մանդատ, ինչը 3/5-ից ավել է։ 3/5-ը, եթե ուրեմն խորհրդարանում հայտնվեն 105 падգամավոր, ուրեմն 1/5-ը կազմում է 21, 3/5-ը կազմում է 63։ Չէ, 63, իսկ նրանք ունենան 64 ձայն։ Այսինքն կունենան սահմանադրական մեծամասնություն։ Դրա համար 101 պատգամավոր։ Որքան էլ դա կարող է տարօրինակ թվալ, այսպես կոչված ընդդիմությանը,
ավելի ձեռնտու է, որ Գագիկ Ծառուկյանը չանցնի։ Չանցնի, որ քաղաքացիական պայմանագիրը չունենա այդ 3/5-ը։ Իսկ 3/5-ը անհրաժեշտ է բավականին այսպես կարևոր սկզբունքային որոշումներ կայացնելու համար։ Սա մեկ, դե սա ինչ վերաբերում է թվաբանությանը։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ես գիտեք ինչ եմ մտածել միշտ։ Այ Նիկոլը երկիրը ղեկավարում է արդեն 8 տարուց ավելի, չէ, 8 տարուց ավելի։ Այդ 8 տարում եթե իրականացվեին անհրաժեշտ փոփոխությունները, եթե իշխանությունը ձգտեր այնպիսի որոշումներ կայացներ, որոնք նպատակաուղղված կլինեին արդարության հաղթանակին, արդարադատական համակարգի այո, այդ դեպքում իհարկե մեր երկիրը շատ ավելի առաջ կգնար, բայց այդ 8 տարում փաստորեն ոչինչ չեն արել, ոչինչ չեն արել։ Եվ այդ պատճառով Ռոբերտ Քոչարյան հանցագործը, Գագիկ Ծառուկյան հանցագործը Թալանչին մնում են ակտիվ քաղաքականության մեջ, ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում։ Այնինչ Ռոբերտ Քոչարյանը վաղուց արդեն պետք է ցման նստած լիներ։ Եվ ոչ միայն մարտի 1-ի համար, ոչ միայն հոկտեմբերի 27-ի սպանդի համար, որի անմիջական մասնակիցն է ինքը եղել իր այսպես կոչված գործընկեր Սերժիկ Սարգսյանի հետ միասին, այլ առաջին հերթին 1998 թվականին իշխանազավթության համար։ Դուք հիշում եք, չէ, ինչ տեղի ունեցավ 1998 թվականին, երբ հերթական արտահերթ ուրեմն նախագահական ընտրություններում հանկարծ արիուտես հաղթեց Ռոբերտ Քոչարյանը։ Էն էլ ումը հաղթեց Կարեն Դեմիրճյանին։ Այն դեպքում, երբ ինքը իրականում պարտվել էր 20-80-ի դեմ, այսպես խայտառակ արդյունքով։ Նա ով էր նրան ճանաչում։ Նախքան Ղարաբաղից գալը ով էր իմանում։ Քոչարյանը ով է, ինչացու է, որտեղից է, ինչ ծագում ունի, ինչ ծրագրեր ունի։ Նա երբեք ոչ մի ծրագիր չի ունեցել, բացի թալանից, բացի սպանություններից, բացի քաղաքական հետապնդումներից, նա որևէ այլ նպատակներ չի ունեցել երբեք։ Ուրեմն արդեն միայն դրա համար այդ ծանրագույն հանցագործության համար նա արդեն պետք է ցմա դատապարտված լիներ 98 թվականի իր արած հանցագործությունների համար։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, նույնն Գագիկ Ծառուկյանն է հասնում, որտեվ Գագիկ Ծառուկյանը ով է։ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի ծնունդն է։ Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել Գագիկ Ծառուկյանին։ Ով էր Գագիկ Ծառուկյանը, ով էր նրան ճանաչում։ Եթե ոմանք ճանաչում են, գիտեին, որ ինքը նախկին ինչ որ մենտ է եղել, դատապարտվել է բռնաբարության համար, հա, բռնաբարության համար ինչ որ Ռուսաստանի բանտերից մեկում նստել է քանի տարի, եւ հետո հանկարծ արյուտես դարձել է միլիարդատեր։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եկեք մենք կենտրոնանանք այն հարցի վրա, պարոն Վարդանյան, արդյոք կկարողանան իսկապես հասնել կամ ինչ ճանապարհով կկարողանան հասնել այս մեր երկրում նոր կայացած ընտրությունների արդյունքների չեղարկման։ Դա հնարավոր է փողոցով անել, դա հնարավոր է, ինչպես դրա հնարավորությունը կա, եթե կա, ապա ինչ ճանապարհով եք համարում ավելի հավանական։ Ես կարծում եմ, մանդատները վայր դնելով, ինչ պատկեր ունենանք։ Դատելով նախ այն կեսժամյա հարցազրույցից, որը Նիկոլ Փաշինյանը գիշերվա ժամը 2-ին ամիջապես ընտրությունների ավարտից հետո տվեց ուրեմն այնտեղ հավաքված մի քանի տասնյակ մեր հայաստանյան եւ արտասահմանյան լրագրողներին, ինչպես նաեւ չեպազրույցի ժամանակ նորից դա հաստատեց, նա վճռականորեն տրամադրված է ուղղել այն բացթողումները, որոնց մասին քիչ առաջ ես ասացի, այսինքն նա մի քանի անգամ շեշտակի ասել է, որ իշխանությունը հետևողական կլինի եւ նա համապատասխան մարմիններից կպահանջի, որպեսզի բոլոր այն մարդասպանները, կաշառակերները, կոռուպցիոներները, թալանչիները եւ այլոք համապատասխան օրենքների համաձայն լինեն դատապարտված ցմահ ազատազրկման։ Դե տեսնեք, եթե իր խոստումը կատարի, ես չգիտեմ, ես կարծում եմ, որ նա պետք է ձգտի ամեն ինչ անել, որ այդ խոստումը կատարվի, որովհետև ցանկացած այլ դեպքում նա կկորցնի ժողովրդի վստահությունը։ Գիտեք ինչ, ամենամեծ ծառավը ես բազմից եմ ասել ժողովրդի մոտ, ցանկացած հասարակության մեջ ամենամեծ ծառավը առաջացնում է արդարության բացակայությունը։ Անարդարությունը ցանկացած մարդու համար շատ ցավոտ է, այդ թվում նաև հանցագործի համար։ Նույնիսկ այն ամենա կարկառուն հանցագործը չի կարող դիմանալ տեսնելով որ անարդարությունը անընդհատ հաղթում է։ Այդ գողական օրենքներում էլ նույնպես ես դե գիտեմ, էլի նստել եմ, գիտեմ։ Այդ գողական օրենքներում էլ նախատեսված է, որ արդարությունը առաջնահերթ խնդիր է։ Արդարությունը պետք է միշտ հաղթած լինի։ Եվ եթե հերթական անգամ այդ արդարությունը կրի պարտություն, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իր խոստումները չի կարողանա կատարել այս կամ այն պատճառներով, ապա ես կարծում եմ, որ նա արդեն
անվերադարձ կկորցնի ժողովրդի վստահությունը, անվերադարձ։ Շատ լավ։ Մոսկվայից Ինչ վերաբերում է դուք ասացիք փողոցային պայքարի մասին, այո, փողոցային պայքարը նույնպես միջոցներից մեկն է։ Բայց ինչ է նշանակում փողոցային պայքար։ Փողոցային պայքարը դա ոչ այլ ինչ է, քան հեղափոխություն։ Հեղափոխություն։ Բայց մեզանում ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, որովհետև ես չեմ տեսնում այն առաջնորդին, որը կարողանա համախմբել ժողովրդին, որը ինքը կլինի ազնիվ, կունենա բավականին մաքուր ուրեմն անցած ճանապարհ, քաղաքական ճանապարհ եւ կունենա բոլոր այն բարոյական ուրեմն տվյալները, որոնք պարտադիր են երկրի նորմալ ղեկավարի համար, որպեսզի երկիրը շարժվի ճիշտ ուղիով եւ կարողանա հասնել առաջ խաղացումներին բոլոր ասպարեզներում կյանքի։ Այդպիսի առաջնորդ ես ճիշտ ասած չեմ տեսնում։ Չնայած կարող է գուցե տեսնենք Աստված տա որ դա այդպես լինի, այն ուրեմն փոքրիկ կուսակցությունները, շարժումները, որոնք այս ընտրությունների ընթացքում հավաքել են 1% կամ 1.5%, գուցե այնտեղից հայտնվի ինչ-որ մի անձնավորություն, որին ժողովուրդը կհավատա եւ պատրաստ կլինի գնալ իր հետևից մինչև հերթական հեղափոխության հաղթանակը։ Բայց դա ժամանակի այդ ուրեմն տարբերակի շանսերը մոտ են 0-ի։ Շատ լավ, պարոն Վարդանյան, հիմա Մոսկվայից սպասենք, շնորհավորանքի թե չսպասենք եւ երկրորդը դուք գիտեք, որ տևական ժամանակ է սպառնալիքները, որոնք մենք լսում էինք, դրանք արդեն գործնական տեսք ստացան, մասնավորապես տնտեսական տեսք ստացան, այսինքն սահմանափակումներ մտցվեցին եւ մեր տնտեսվարողները լուրջ խնդիրների առջեւ կանգնեցին։ Հիմա հնարավոր կլինի վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ տնտեսական համագործակցության ճակատագիրն ինչպիսին կարող է լինել։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ հասարակության ճնշող մեծամասնության համար այդ Ռուսաստանի շնորհավորանքի կամ այդ շնորհավորանքի բացակայության փաստը ոչ մի նշանակություն չունի, ոչ մի նշանակություն չունի։ Ես կարծում եմ կշնորհավոր են, որովհետև որքան ես գիտեմ, Փաշինյանը պատրաստում է մեկնել Մոսկվա, եթե հրավեր լինի։ Հրավեր կլինի անպայման։ Դե Ռուսաստանն էլ է հասկանում, որ ինքը այդ միջոցները օգտագործելով ինքն էլ է տուժում։ Վերջին հաշվով, գիտեք ինչ, այ ոնց էին ասում են հայտնի կինոնկարի ուրեմն հերոսուհի Նոննա Մորդյուկովայի հերոսուհին, որ ասեց պարտադրեք, որ անպայման վերցնեն ուրեմն լատարեի տոմսերը, եթե չվերցնեն, իսկ եթե չվերցնեն գազը կանջատենք։ Բայց ինչ է նշանակում գազը անջատել։ Այսօր ամբողջ այդ գազի մատակարարման համակարգը ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, չէ՞։ Դա Գազպրոմն է։ Այսինքն Ռուսաստանը ոչ թե Հայաստանին է գազ վաճառում, այլ ինքը իրեն է գազ վաճառում։ Ինքը այդ գազը վաճառում է բավականին մեղմ գներով իր իսկ մասնաճյուղին։ Իսկ այդ մասնաճյուղը ելներով իր սեփական շահերից այդ գազը մի քանի անգամ ավելի թանկ, քան ստանում է, ուրեմն մեր գլխին է ծախում։ Այնպես որ սա էլ է մղձավանջի նման մի բան։ Ինչ է նշանակում գազը կանջատել։ Գազ անջատելը ձեզ էլ ձեռնտու չի։ Լավ, հետո ասենք թե դուք թարգեցիք ուրեմն Հայաստանից գնել ծաղիկներ, միրգու բանջարեղեն, կոնյակ, հանքային ջուր ջերմուկ եւ այլն։ Այսինքն ձեր միջոցները ոչ մի թարմություն իրենց մեջ չեն պարունակում։ Ճիշտ այդպես դուք վարվում եք ժամանակին Վրաստանի նկատմամբ, երբ արգելեցիք Բորժոմին, Վրաստանի հոյակապ գինիները, եւ այլն եւ այլն։ Հիմա նույնն էլ Հայաստանի նկատմամբ է փորձում անել։ Բայց դուք դրանով ինքներդ
ձեր գրպանն եք մտնում։ Դուք չեք հասկանում, որ առաջին հերթին դուք եք դուժելու, ձեր շուկան է դուժելու։ Դե գիտեք ինչ ասեմ։ Այդ նույն Նևզորովը երբ ասում է, որ Պուտինը ոչ միայն ծեր է, այլ նաև հիմար է արդեն, անմեղսունակ է, չի հասկանում ինչ է անում, երևի թե ճիշտ է ասում, որտեղ Պուտինը նորից կրկնում եմ, արդեն գնալով ավելի ու ավելի արագ քայլերով երկիրը մոտեցնում է փլուզման։ Իսկ մենք ինչու պետք է հայտնվենք այդ նույն նավում, որը ոչ այսօր կամ վաղը չէ մյուս օրը պետք է խորտակվի։ Ինչ խորտ ունենք մեկը նավի վրա հայտնվելու հետ։ Մեզ դա պետք չի, բոլորովին։ Եվ ես կարծում եմ, որ մեր հասարակության ճշրող մեծամասնությունը բնազդաբար դա հասկանում է, դա գիտակցում է։ Շատ լավ։ Պարոն Վարդանյան, ամփոփելով մեր հարցազրույցը, տեսեք, մինչև ընտրությունները այստեղ տեղ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, մենք տեսանք ինչպիսի պատվիրակություններ եկան, ինչպիսի ներկայացուցչական կազմ էր, ինչպիսի հայտարարություններ հնչեցին, համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրվեցին։ Հիմա եթե պատկերացնենք, որ Փաշինյանը իր քաղաքական ուժով փորձելու է այդ կապերը խորացնել, այդ համագործակցությունները վերածել կոնկրետ արդյունքների, այս ընդդիմությունը կկարողանա խանգարել, լուրջ խոչընդոտ լինել, եթե գնան խորհրդարան եւ որոշեն աշխատել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Չեմ կարծում, գիտեք ինչ, ժողովրդի լեզվով ասած այս ընդդիմությունը եղած թե չեղած նույն բանն է։ Այդ ընդդիմության քայլերին, ձգտումներին ոչ ոք ուշադրություն չի դարձնելու։ Ես համոզված եմ դրանում, դա մեկ, երկրորդը, ախր ոնց գցում բռնում ես, ժողովրդի լեզվով ասած, ոնց գցում բռնում ես, ապա պարզ երևում է, որ Հայաստանը այս ընտրությունների արդյունքներից հետո ընտրել է այն ճանապարհը, որը այլ ընտրանք չունի, տվյալ պայմաններում միջազգային ուրեմն հարթակներում տեղի ունեցող զարգացումները նկատի ունենալով եւ իր ներքին խնդիրները լուծելու նպատակով այլ ընտրանք ուղղակի չունի։ Մենք պետք է գնանք առաջ, մենք հետ գնալու ոչ մի, եթե նույնիսկ ուզենանք էլ չենք կարող արդեն չենք կարող, քայլը արված է։ Քայլը արված է դեպի արևմուտք։ Դեպի, ես չէի ասի դեպի արևմուտք, ես կասեի դեպի քաղաքակրթություն, որի ակունքներում իմիջայլոց, ես բազմից եմ այդ մասին ասել, որի ակունքներում կանգնած է եղել հենց մեր Հայաստանը, մեր հայերը, մեր ժողովուրդը, մեր ազգը։ Մեզանում 300 տարի ավելի շուտ է տեղի ունեցել այն, ինչ Եվրոպայում կոչվում է ռենեսանս։ Մենք այդ ռենեսանսը ունեցել ենք 300 տարի Եվրոպայից առաջ։ Ուրեմն սա նշանակում է, որ մենք կանգնած ենք եղել ամբողջ մոլորակի քաղաքակրթության ակունքներում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող չլինել այդ քաղաքակրթության անբաժին մասը։ Մենք ուղղակի, որ շատ էլ ուզենք, չենք կարողանա։ Ուղղակի չենք կարողանա։ Այնպես որ այստեղ ոնց որ ասում են այն իմ արդեն մի քանի անգամ նշված պատմության տրամաբանությունը նորից հաղթելու է, ուրիշ տարբերակ չկա։ Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները ոնց եք պատկերացնում, ի վերջո ունենք խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ, որը ասում եմ պետք է վաղ թե ուշ նաև ստորագրվի, չնայած որ պայմաններ կան դրանք։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Եվրոպան ուշիվ հետևում են հենց Ադրբեջանի այն քայլերին, որոնք հիմա գուցե Ադրբեջանը հաշվարկում է, բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինքնուրույն ինչ-որ քայլեր է հաշվարկում, որովհետև Ադրբեջանը դա, այսպես ասենք, Թուրքիայի կրսեր եղբայրն է, եթե ասենք։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է,
Թուրքիան արդեն մի քանի տասնյակ տարի Ձգտում է փորձում է դառնալ Եվրամիության, Եվրամիության անդամ եւ ապարդյուն։ Ու ես կարծում եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությունում որոշ չափով, եթե չասեմ ավելին, կախված կլինի նրանից, թե արդյոք Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը, թե ոչ։ Այդ հարցը շատ սուր է դրված եւ երբեք օրակարգից դուրս չի գալու այդ հարցը։ Մինչև Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանությունը, այդ հարցը կմնա օրակարգում։ Ինչպես մեր քաղաքականության օրակարգում, այնպես էլ միջազգային միջազգային զարգացումների օրակարգում։ Այդ հարցը երբեք ինքն իրեն չի անցնի, չի գնա։ Բայց դա չի խանգարի, որպեսզի սահմանները բացվեն, Չեմ համագործակցություն տեղ կարծում, որ ունենա։ դա խանգարի մեկը մյուսի հետ ոչ մի կապ կապ չունի։ չունի։ Սահմանները կբացվեն, այո, որովհետև դա միմյանց համար միայն օգուտ կբերի եւ Թուրքիային, եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, ինչու՞ չէ։ Իհարկե, օգուտ կբերի։ Առևտուրը միշտ լավ բան է, հայերը միշտ լավ առևտրական են եղել։ Դեռ հին Հռոմի ժամանակվանից հայերը հայտնի են եղել իրենց առևտրական բավականին հաջող գործողություններով եւ այլն։ Եվ առևտուրը ինչ է, դա զարգացում է։ Դա զարգացում է, իսկ զարգացումը հետդարձից իհարկե ավելի լավ է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Այնպես որ ես լավ եմ տրամադրված, ես միշտ լավատես եմ եղել եւ լավատես մնում եմ, քանի որ մոտ ապագայում ես կարծում եմ, որ Հայաստանին սպասում են նորանոր հաջողություններ։ Նախ մենք կստանանք շատ խոշոր ներդրումներ, ոչ միայն այսպես ընդհանուր արևմուտքից, ես նկատի ունեմ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, այլ այնպիսի երկրներից, ինչպիսիք են օրինակ Ճապոնիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, այսինքն քաղաքակիրթ աշխարհի բոլոր մասերից մենք կստանանք ներդրումներ։ Իսկ քանի որ մենք ներդրումները արդեն կօգտագործենք ոչ թե իշխանավորների գրպանները լցնելու համար, այլ տնտեսությունը զարգացնելու եւ մեր հասարակության կյանքի որակը լավացնելու նպատակով, ապա դա նշանակում է, որ մենք կհասնենք ավելի ու ավելի այսպես հնչեղ հաղթանակների, այդպես է լինելու։ Ես չեմ կասկածում դրանում։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական գիտությունների դոկտոր հրապարակախոս Արկադի Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։